տարբերություն կա նոր կտակարանի եւ Աստվածաշնչի մեջ։ Ուրեմն ասեմ, սա Աստվածաշունչ է, սակայն Աստվածաշնչի մեջ կա եւ հին ուխտ եւ նոր ուխտ, այսինքն հին կտակարան եւ նոր կտակարան։ Կարելի է, որ միայն նոր կտակարանը ունենա, ձեռքի տակ տան ունենան եւ ընթերցեն միայն նոր կտակարանը։ Դա տունել է, որտեղ մենք քրիստոնյաներս ուրեմն նոր կտակարանով առաջնորդվում ենք։ Իսկ հին կտակարանը դա ուրեմն հրեական պատմությունն է, Իսրայելի պատմությունն է, որը ցույց է տալիս եւ ներկայացնում է, նկարագրում է Աստծո մեծամեծ գործերի մասին։ Եվ Իսրայելի ամբողջ դարավոր տեսագրական է ներկայացնում, նկարագրում։ Եվ այդտեղ կան աղոթքներ, սաղմոսներ, առակներ, իմաստություններ, մարգարեություններ, շատ հարստություններ կան հին կտակարանի մեջ։ Սակայն ես ձեզ ասեմ, որ մինչև նոր կտակարանն, քանի դուք չեք յուրացրել, հին կտակարանը ձեզ համար փոքրիչ հում կթվա։ Դուք շատ բաներ չեք հասկանա։ Դրա համար նոր կտակարանը պիտի յուրացնեք, նաև նոր կտակարանի հետ կա եւ Արակած գիրքը եւ Սաղմոսած գիրքը։ Դուք եթե չարեք նոր կտակարան Սաղմոսներով եւ Արակածով, դա շատ ավելի հաճելի է, որտեղ նոր կտակարանի վերջում այդ երկու գրքերը դուք կարող եք նաև սնվել եւ ամեն առավոտ կարդալ Սաղմոս, աղոթքներ են դա։ Դավիթ թագավորի աղոթքներն են, փառաբանության աղոթքներ են եւ նաև գիտություն, ասիկա շնորհ ձեր բերելու համար ընթերցեք ուրեմն Արակած գիրքը, որը զետեղված է հին ուխտում, հին կտակարանում եւ նաեւ տեղադրված է լինում նոր կտակարանի հետ միասին։ Կա եւ նոր կտակարան առանց Սաղմոսի եւ Արակածի, սակայն լավ կլինի եւ երկուսն էլ լինեն նոր կտակարանի հետ։ Շատ ավելի դյուրին, ավելի հասկանալի, ավելի մատչելի հայերեն թարգմանության նոր կտակարաններ կան, նոր թարգմանություններ։ Այնպես որ հին եւ նոր կտակարանները տարբերվում են իրարից հին դարյա եւ նոր դարյա տարբերությամբ։ Մինչեւ Հիսուս Քրիստոսը հին ուխտներ հին կտակարանն է ուրեմն գրված եւ Հիսուս Քրիստոսից արդեն նոր կտակարանն է գրված, որին մենք առանձին նաեւ ընթերցում ենք եւ ունենում ենք առանձին որպես մեր ձեռքի տակ որպես առաջնորդ։ Մոտ արևմտահայերեն է։ Նոր կտակարանի արևմտահայերենը եւ թարգմանս Աստվածաշունչը շատ համով թարգմանություն է։ Այդ հին արևմտահայերենով շատ քաղցրանուշ թարգմանություն է։ Սակայն եթե դուք ընթերցում եք այդ թարգմանությունը, կարողանում եք ընթերցել գրափարին համահունչա թարգմանություններ, շատ մաչելի, շատ հաճելի կլինի, եթե հասկանաք, կալեք։ Իսկ եթե ուզում եք ուղղակի հասկանալ ինչ եք ընթերցում, դե մի օրվա մեջ չի բացվում, հա, թե ընթացքում բացվում է դες ուրեմն նոր կտակարանը ամեն անգամ նույնը կարդալով դες նորովի է բացվում նոր կտակարանը։ Իսկ արևմտահայերենը փոքր ինչ կարող է դες հասկանալի չթվա սկզբնական շրջանում, ընթացքում դու կարող եք ձևավորվել հասկանալով լեզուն եւ ընկալել։ Շատ գեղեցիկ է։ Արևմտահայերենը համով է, շատ համով լեզու է։ Ես սիրում եմ, շատ եմ սիրում։ Քրքսեթ արևմտահայերենի համար։